Բարև ձեզ ժողովուրդ ջան, այս վերջին ուրեմն ռազմական շքահանդեսից հետո այն ռուս օլիգարխը նորից խոսել է 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ես արդեն չգիտեմ այդ մարդու մոտ ինչ որ այդպես բան է, գիտեք, չտրամաբանված վախեր կան, չհիմնավորված վախեր կան այդ թեմայով, արդեն հեքիմի մոտ պետք է գնա, վախ բռնողի մոտ պետք է գնա, անտրամաբանական մտքեր է արտահայտում այդ թեմայով, ինքն իրան է վախացնում, մարդկանց է վախեցնում, բայց ոնց որ ինքը չի խնդիրը։ Խնդիրը նա, որ ոնց տեսնում հասարակության մեջ լիքը մարդկա մոտ տենց այդ թեման արձագանք է որոշակի գտնում, դրա համար որոշեցի այդ թեմային ավելի լուրջ անդրադառնալ։ Ուրեմն տեսեք, առաջինը, երբևիցե այդ թեման չի եղել բանակցությունների թեմա։ Անգամ փորձագիտական քննարկումների թեմա այդ թեման չի եղել։ Միշտ բոլորի համար ակնհայտ է եղել, որ այդ թեման բերված է եղել Ադրբեջանի կողմից, այսպես ասենք, քննարկումների դաշտ, ընդհանրապես որպես կոնտր նարատիվ, ուրեմն հայկական բնակչության, ավելի կոնկրետ արցախահայության վերադարձի իրավունքին բալանսավորելու համար։ Հիմա մենք չենք քննարկում դա արդար է, արդար չի, ազնիվ չի, այդ չի հարցը։ Ձեզ ընդհանրապես ներկայացնում, թե այդ նարատիվը ոնց է ստեղծվել ու ինչի համար։ Երկրորդ, օգոստոսի 8-ից հետո անգամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ թեման չի հրապարակում, չի հանրայնացնում, հրապարակավ այդ թեմայով չի խոսում։ Այդ գործիքը, որ իրանք ձևավորել էին ժամանակին, ուրեմն բանակցային նպատակներով, իրանք այլևս չեն օգտագործում։ Դա օգտագործվում է միայն Հայաստանում մի խումբ քաղաքական ուժերի կողմից։ Եվ եթե հիմա այս քաղաքական մակարդակից իջնենք ընդհանրապես կենցաղային մակարդակ, տեսեք, եկեք ռևերսը օրինակը իր այդ քննարկենք, էլի։ Ուրեմն որ հայն է համաձայնվելու իր ընտանիքը կնոջ երեխեքին բան վերցնի գնա Ադրբեջանում ապրելու։ Հաշվի առնելով որ իր երեխեքը պետք է գնան ադրբեջանական դպրոց, տղեն 18 տարեկան դառնա գնա ադրբեջանական բանակ, այն քաղաքը որ իրանք ապրում են այդտեղ լինի ադրբեջանական ոստիկանություն եւ այլն։ Դա անհնար է ժողովուրդ։ Այդ նույն պատճառներով է դա անհնար է հակառակ տրամաբանությամբ։ Չի կարա առաջիկա տասնամյակներում Հայաստանում լինի ադրբեջանական բնակչություն, Ադրբեջանում լինի հայկական բնակչություն։ Անհնար է դա։ Հետագայում էլ, երբ որ Աստված առաջ խաղաղություն լինի, հարաբերությունները կարգավորվեն, ուրեմն ինչ որ վստահություն ձևավորվի հասարակությունների մեջև իրար նկատմամբ, դա մասնավորի լինելու ամեն մարդու առանձին որոշումը։ Այդ ժամանակ էլ ես տենց առանձնապես չեմ հավատում, որ հնարավոր է, որ ինչ որ լուրջ թվով հայեր որոշեն տեղափոխվել Ադրբեջան եւ ինչ որ լուրջ թվով ադրբեջանցիներ որոշեն տեղափոխվել Հայաստան։ Բայց անգամ տեսականորեն պատկերացնել, որ դա կարա դառնա բանակցային գործընթացի, խաղաղության process-ի, միջպետական հարաբերությունների հարց, որ ինչ որ պետություն լինի, դա Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, որևէ մեկը կարողանա Հայաստանից առաջ հարց բարձրացնի, որ մենք պահանջում ենք, որ այս ինչ խումբ մարդիկ, այս ինչ քանակության մարդիկ կարողանան գալ Հայաստան բնակվել, դա աբսուրդ է, ժողովուրդ, ուղղակի աբսուրդ է։ Դա ուրեմն հակասում է նաև մեր այն խաղաղության համաձայնագրի տեքստին, որը նախաստորագրվել է, որովհետև այդտեղ շատ կոնկրետ կետ կա, որ կողմերը չեն խառնվում միմյանց ներքին քաղաքականությանը, ներքին կյանքին, որոշումների կայացմանը եւ այլն, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, տարածքային ամբողջականության ներքո ինքնիշխանությանը եւ իրավազորությանը։ Հասկանում եք, սա ժողովուրդ ջան ամբողջությամբ մատից ծծած թեմա է, հանած օդից կրակած թեմա է։ Ընդ որում, եթե ուշադրություն դարձնեք, ուրեմն ռուսները սա մի շարք երկրներում մի քիչ ուրիշ փաթեթավորմամբ կիրառում են։ Օրինակ, չգիտեմ, արևելյան Եվրոպայի երկրներում բանում ասում են, բաները գաղթականներ են, արաբները, թուրքերը, բան գալու են լցվեն ձեր երկրներ։ Այսինքն այդ ինչ որ դրսից խմբերի գալու թեման ունիվերսալ թեմա է, որը որ տարբեր տեղեր օգտագործվել է, մեզանում որոշվել է օգտագործել այդ մեսիջը։ Ժողովուրդ ջան, լուրջ մի վերաբերվեք։ Ոչ այդ մարդուն, ոչ իր ասացին եւ ոչ էլ հատկապես այս մեսիջին։ Դա օդ, սուտ, բլեֆ թեմա է։ Լավ եղեք, պինդ կացեք, բան չմնաց։